Նախ ասեմ, որ զորավարությունը պլանավորված է եղել 2014 թվականի նոյեմբերին հաստատված Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից եւ պլանավորված է հասկացնել զորավարություն, որին ընդգրկվելու են պետական կառավարման մարմինները, ինչպես նաեւ որպես օպերատիվ օղակի զորամաս զինված ուժերի բանակային կորպուսներից մեկը։ Առաջին փուլում ընդգրկվել է պետական կառավարման բոլոր մարմինները, որոնք ունեն զորավարքային պատրաստականության խնդիրներ եւ Հայաստանի պաշտպանության նախարարի զեկույցից Հայաստանի Հանրապետության նախագահին ստեղծված իրավիճակը առաջնագծում, ինչպես նաև ազգային անվտանգության ծառայության պետի զեկույցից, նաև արտաքին գործերի նախարարի զեկույցից նախագահը հրավիրել է երեկոյան ժամը 18:00-ին անվտանգության խորհրդի նիստ, որտեղ լսել է համապատասխան անվտանգության խորհրդի անդամների զեկույցները ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որի հիման վրա նախագահան որոշում է կայացրել Հանրապետությունը բերել բարձր աստիճանի մարտական պատրաստականության եւ համապատասխան միջոցառումներ իրականացրել պետությունը լրիվ աստիճանի մարտական պատրաստականության բերման համար։ Այսօր ժամը 12:00-ին գումարվել է կառավարության նիստ, որը վարել է Հայաստանի Հանրապետության նախագահան, որտեղ լսել է այն միջոցառումները, որոնք իրականացրել են նախարարությունները եւ գերատեսչությունները հանրապետությունը բարձր աստիճանի մարտական պատրաստականության բերելու ժամանակ, լսել են նախարարներին կատարված միջոցառումների վերաբերյալ, այս պայմանությամբ դեռևս կառավարության նիստը շարունակում է, կառավարության որոշումը կհրապարակվի մի քիչ ավելի ուշ։ Ինչի համար է այսպիսի իրադրություն ստեղծել, այս զորավարության նպատակը հետևյալն է։ Առաջինը ստուգել պետության պատրաստականությունը մարտական գործողությունների կամ պատերազմի վերսկսման պարագայում ղեկավարման համակարգի ունակությունը եւ պատրաստականությունը պետությունը ռազմական դրության ժամանակ ղեկավարելու համար, ինչպես նաեւ մարզել ղեկավար կազմը եւ տվյալ իրավիճակում ղեկավարումը իրականացնելու համար։ Հաջորդը ստուգել տնտեսության հնարավորությունը պետությունը ռազմական դրության բերելու ժամանակ իրենց ունակությունները գերատեսչությունների այդ վիճակում աշխատելու ժամանակ ստուգել պետության պահոստները ռազմական դրության ժամանակ եւ պետության հնարավորությունները։ Աշխատանքներն իրականում է հետեւյալ կերպ, ներմուծականները պատրաստված է, ես որպես ներմուծական խմբի ղեկավար, գերատեսչությունները ներմուծականները ստանում են մի մասը անմիջապես միջնորդների կողմից, ովքեր գտնում են նախարարություններում եւ գերատեսչություններում, մյուս մասը տրվում է նախագահի անմիջապես նախագահի աշխատակազմին եւ նախագահի ցուցումի համաձայն իջեցում է որպես կարգադրություններ համապատասխան գերատեսչությունների։ Այս պայմանությամբ բոլոր ստացած ներմուծականների վերաբերյալ նախարարությունները եւ գերատեսչությունները համապատասխան որոշումներ կայացրել են, որոշումները զեկուցել են ղեկավար կազմին, որտեղ ստեղծված է զորավարության ղեկավար կազմ, ղեկավարը Հայաստանի Հանրապետության նախագահն է եւ ունի հետեւյալ տեղակալները, անվտանգության հարցերով տեղակալը դա պաշտպանության նախարարն է, տնտեսական ոլորտի պատասխանատու փոխվարչապետը եւ տարածքային կառավարման գծով տարածքային կառավարման նախարար եւ արտակարգ իրավիճակների նախարարը։ Բոլոր ներմուծականները
վերաբերյալ որոշումներ կայացում է եւ զեկուցում համապատասխան զորավարության ղեկավարի տեղակալ։